Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 31։ Ինձ, որ նախկինում հայհոյիչ, հալածող ու անարգող էի, բայց ողորմություն գտա, որովհետև գործում էի անգիտությամբ, անհավատության մեջ լինելով։ Առաջին Տիմոթեոս 1:13 խոսք։ Ձեր անպտղաբերությունը վերագրեք ձեր անուշադրությանը և անհավատությանը, իսկ լիակատար հավաստիության պակասը վերագրեք անվստահության չար սրտին, որին սատանան օգնում է գործելու Աստծո փառավոր ու ձրի շնորհի դեմ։ Այս բաները մի վերագրեք Քրիստոսի հետ ձեր միավորման անկեղծության պակասին։ Այսուհետև վճռեք սերտորեն կառչած մնալ արմատից և դուք շատ պտուղ կբերեք, իսկ շատ պտուղ բերելով ձեզ հասանելի կդարձնեք Աստծո հոգու վկայությանը, որը ձեր հոգու հետ կվկայի, որ դուք անկեղծությամբ և ազնվությամբ միացել եք Աստծուն և որ ձեր մնացած գործերը Աստծո մեջ են գործված ու նրա կողմից ընդունված։ Եվ այսպիսով հոգու վկայությունը և ջուրը միանալով արյանը դառնում են այն վկայությունը, որի վրա դուք պետք է դնեք ձեր հոգու և խղճի ողջ ծանրությունը, և միայն այնտեղ պետք է իջնեք ու թաղեք օրենքի անեծքները, որոնք ձեր բոլոր մեղքերի և նույնիսկ ձեր լավագույն գործերի մեջ եղած թերությունների համար իրավամբ ձեզ են պատկանում։ Այս երեքը մեկ են մի բանում, և դա այն է, որ սա է կյանքի և խաղաղության ճանապարհը, և որ դուք դրա մեջ բաժին ունեք, և այդպես դուք հասնում եք ներքին խաղաղության և լիակատար հավաստիության։ Կացեք ինձանում և ես ձեզանում, ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որդումը չմնա, այդպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը։ Նա, որ ինձանում է մնում և ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Հովհաննես 15:4-5 խոսքեր։ Եվ ով որ իմ պատվիրանքներն ունի և նրանց պահում է, նա է ինձ սիրողը, և ինձ սիրողն իմ հորիցը կսիրվի, և ես կսիրեմ նրան և ինձ կհայտնեմ նրան։ Հիսուսը պատասխանեց և նրանց ասեց. Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտը կգնանք և բնակություն կանենք նրա մոտ։ Հովհաննես 14:21-23 խոսքեր։